Այսօր մի քիչ խոսենք Փաշինյան Նիկոլի վերադասների դրբախտապագայի մասին Իրանի ռակուրսից։ Ուրեմն ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ։ Միացյալ Նահանգների սադրանքով նրանց դերձմամբ։ Ուրեմն 2015 թվականին Բարակ Օբամայի վարչակազմը համաձայնության եկավ Իրանի հետ եւ ստորագրվեց այդ հանրահայտ միջուկային գործարքը 6 երկրի մասնակցությամբ, դա Ամերիկանն է, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան եւ Անգլիան, Ֆրանսիան։ Այսինքն Իրանի ողջ միջուկային ծրագիրն անցել էր ՄԱԳԱՏԵ-ի հսկողության տակ, այնտեղ ճանճ չէր տզա առանց ՄԱԳԱՏԵ-ի գիտության, այսինքն այն որ 30 տարի ոռնում են, ինչ 30 ավելի շատ։ Ամենայնևս Բիբի Նեթանյահուն իր եկած օրվանից ասում է վայ, հասեք փրկեք Իրանը մի ամսից զռումբը կունենա, այս 96 թվականից Շանվորտին դա ասում է։ Այսինքն դա բացառում էր Իրանի միջուկային ծրագրի ռազմականացումը։ 17-ին Թրամփն եկավ եւ այդ գործարքից դուրս եկավ, ասես չէ, այս գործարքը չի երաշխավորում, դուրս եկավ այդ գործարքից, Իրանի պատժամիջոցները վերականգնվեցին։ Այդ ամեն ինչը հասցրեց 25 թվականի ամառային այդ 12 օրվա պատերազմին եւ այն ինչ կատարվում է այս տարվա փետրվարի 28-ից։ Ինչու Տրամփը դուրս եկավ այդ գործարքից։ Նրանց մտածմունքը, նրանց անհանգստությունը բնավ Իրանի միջուկային զենքը չէր։ Մանավանդ ՄԱԳԱՏԵ-ների այդ երկրում նստած ամեն ինչը զգում էր, հնարավոր չէր, որ Իրանը իրոք կարողանա միջուկային զենք ձեռք բերել։ Մանավանդ որ դա Իրանին էլ այնքան պետք չէ, որովհետև Իրանից հետո դա անպայման կունենան Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Եգիպտոսը, էլ չեմ խոսում, դա կարող է տարածվել դեպի մյուս մայրցամաքներ, Բրազիլիա, Հարավային Կորեա, Ճապոնիա։ Այսինքն Իրանը որպես պատասխանատու տերություն, որպես նախկին աշխարհի հեգեմոն, իսկ Իրանը ժամանակին Աքեմենյանների ժամանակ միակ հեգեմոնն էր աշխարհում, ընդհանրապես շահագրգռված չէ միջուկային զենքի տարածումով եւ բնականաբար ինքը զերծ կմնա, եթե զերծ կմնա այդ զենքը ունենալուց, եթե իհարկե նրա ապահովեն նրա անվտանգության երաշխիքները։ Ինչ է Թրամփը դուրս եկավ։ Միակ պատճառը այդ գործարքի խզման եւ այսօրվա պատերազմի դա այն է, որ Ամերիկայում այսօր առելի ազդեցություն ունեն քրիստոնյա սիոնիստները, նրանց գլխականակի 30 միլիոն է հասնում եւ նրանք բոլորը ազդեցիկ են, նրանց մեջ մեկ բոմ չես գտնի, Մայք Ջոնսոնը, պետության երրորդ դեմքը, քրիստոնյա սիոնիստ, Փիթ Հեքսետը, նույնպես քրիստոնյա սիոնիստ, թեպետ եւ կոկաին է քաշում եւ վիսկի է չարաշահում, ունես գողական դաշտվածներ ունի այդ անասունը ձեռքերի վրա։ Այսինքն իսկ ինչ ասել է սիոնիստ։ Սիոնիզմը դա մեծ Իսրայելի կառուցումն է։ Իսկ մեծ Իսրայելի կառուցումը, այսինքն սիոնիզմի գաղափարը իրականություն կդառնա միայն այն պայմաններում եւ այն դեպքում, երբ չլինի տարածաշրջանում եւս մեկ տերություն։ Այսինքն Իրանը արդեն իր գոյության փաստով արդեն սպառնալիք էր մեծ Իսրայելի կայացմանը։ Դրա համար ինչ են անում այսօր Թրամփն ու այդ քրիստոնյա սիոնիստները։ Ոչինչ ասում են Իրանը, որպեսզի հնարավոր լինի մեծ Իսրայելի կառուցումը։ Իրանի ոչինչ ասումը նրանք պատկերացնում են Իրանի մասնատումով, Իրանում մի հատ Փաշինյան Նիկոլ տեղադրելով, ռեժիմի տապալումով, ինչևէ, որ նա անատամ մի ոնց որ շահի ժամանակներ էր, անատամ մի ուռոտ պետություն դառնա, իր ողջ ատամները սերի իր սեփական բնակչության դեմ, ինչպես եւ շահի ժամանակ, որ Իսրայելը կարողանա կայանալ։ Մեծ Իսրայել, եթե որոնեք ինտերնետում, կզարմանաք այդ քարտեզի վրա, որովհետեւ շատ պետություններ չկան ուղղակի, ասինքն Լիբանան, Սիրիա,
Իրաքից անգամ Թուրքիան։ Եվ դարավոր եղբայրական հարաբերությունները թուրքերի եւ հրեաների միջև փչացրեց Նաթանյահուն սիոնիզմը, իսկ Նաթանյահուն առաջի վարչապետն է Իսրայելի, որը բացահայտ ասում է, այո, ես սիոնիստ եմ, ես կառուցում եմ մեծ Իսրայել։ Սիոնիստ բոլորն են եղել, բայց ծպսյալ, Մենախեմ Բեգինը երբեք տենց բան չէր ասի, Բեն Գուրիոնը երբեք տենց բան չէր ասի։ Սա արդեն ասում է, որովհետև Ամերիկայում ունի հսկայական քաղաքական հնարան, իդեմս նախագահ Թրամփի եւ այդ 30 միլիոն քրիստոնյա սիոնիստների։ Եվ այսօր 1492 թվականից, երբ հրեաներին հրադարեցին Պորտուգալիայից եւ Իսպանիայից, երբ սուլտանը դրանց բոլորին ընդունեց, փաղը քշեց, փայփայեց, այսինքն 600 թե 500 քանի տարվա մեջ առաջի անգամն է, որ դրանց հարաբերությունները սրվեցին եւ օրեսօր վատանում են, թշնամանքը խորանում է եւ դա ասված այնքան խորանա, որ լավ բանի չհասնի ոչ թուրքերին, ոչ մեր հրեա եղբայրներին։ Ուրեմն ոչ մի այլ պատճառ այսօրվա բախումների Իրանա-ամերիկյան չկա, բացի մեծ Իսրայելի կառուցումից, բացի սիոնիզմի սրբազան գաղափարը իրականություն դարձնելուց, չկա։ Եվ այդ բախումների մեջ Միացյալ Նահանգները դաժան պարտություն է կրում, դա արդեն պարզ է։ Ուրեմն դա այն շուլ երկիրն է դարել, որ 40 օրից ավելի ի վիճակի չէ պատերազմ վարել։ Կամ դրա հարձակողական հրթիռները վերջանան, կամ հակահրթիռները։ Մեկ չունի, արդեն 1945-ի ռազմական էկոնոմիկան չունի։ Ավելին նա արդեն արդյունաբերություն է, որպես այդպիսին չունի։ 70-ականներից հատկապես Միացյալ Նահանգներում մեկնարկեց այդ դեինդուստրիալիզացիայի process-ը եւ առ այսօր կանգ չի առել։ Նրանց բոլոր խոշոր կորպորացիաները շատ վաղուց տրանսազգային են, ասենք General Motors-ը կամ General Electric-ը այսօր ավելի շատ արտադրում է դրսում, քան հենց Միացյալ Նահանգներում։ Այլ էժան բանվորների, այլ ինժեներների հաշվին։ Ինչևէ, երկիրը այսօր մեր աչքի առաջ չի կարող, ի վիճակի չէ 40 օրից շատ կռվել։ Այս փետրվարի 28-ից մինչև ապրիլի սկզբերը նրանք սպառեցին իրենց թևավոր հրթիռների 30%-ը, 4000 ունեին, 30%-ը բան արեցին, օգտագործին։ Ավելի խայտարակ իրավիճակը դրանց մոտ հակահրթիռների մասով, այդ հոպի հրթիռները։ Դե Իրանը հազարներով հրթիռ ու բան օգտագործեց, չէ՞ դրանց գլխին։ Ու դրանք հազիվ Իսրայելը պաշտպանեցին։ Եթե կարելի է դա պաշտպանություն համարել, որովհետև ականատեսներն ասում են, որ Հայֆա քաղաքից գրեթե շատ քիչ բան է մնացել, սարսափելի վնասված է Թել Ավիվը, պլյուս ընդհանրագին բան։ Երուսաղեմից բացի պարսիկները ամեն ինչին կպան։ Եվ դրանց ցակ հակահրթիռային պաշտպանությունը մանավանդ շատ քիչ հակահրթիռների քանակի պարագայում շատ քիչ օգնեցին դրանց։ Հիմա եւս մեկ պրոբլեմ ամերիկացիների համար առնվազն 26 թվի բոլոր բախումները ռազմական բոլոր օպերացիաները, մի խոսքով ամեն ինչը իրականացնում է Palantir ընկերությունը։ Դա արհեստական ինտելեկտի մեծ խոշոր ընկերություն է ռազմական եւ հատուկ ծառայությունների ոլորտում։ Հենց Palantir-ն էր հաշվարկել այն դպրոցի խոցումը, որտեղ 170 աղջիկ երեխա սպանվեց։ Palantir-ն էր հաշվարկել Այաթոլլահին եւ
տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ռազմական պաշտոնյաների վերացումը, որը այս Պալանտիրի խելքի այդ հսկայական արհեստական ինտելեկտի պետք է հանգեցներ ռեժիմի տապալմանը, ինչ որ մի հատ Փաշինյան Նիկոլի նշանակվելուն Իրանում։ Այդ ամեն ինչով Պալանտիրը քաշվեց։ Եվ այսօր նախագահ Թրամփը լուրջ խնդիր ունի։ Ուկրաինան նրան քիչ էր, որտեղից չի կարող դուրս գալ, փախուստի ձևաման գալիս, բայց նես փախնի, նես բրախի այդ բանդերականներին, որ ինքը իր տերությունը չխայտարակվի։ 25 թվի հունվարի 20-ից այդ մարդը դրա մասին է մտածում եւ մինչեւ մի էֆեկտիվ ճանապարհ չի կարող գնել։ Հիմա դա քիչ էր, մի հատ էլ Իրանն ավելացավ, հիմա չգիտի Իրանից ոնց փախնի։ Այս անասունների այդ Պալանտիրի գլխավորությամբ ռազմական օպերացիաների արդյունքն եղավ, որ Իրանը այսօր 100%-ով վերահսկում է երկու ստրատեգիական նեղուց, այդ Բաբ el-Մանդելը եւ Հորմուզը։ Եվ բացառված է, որ այդ կոնտրոլը նա իր ձեռքից բաց թողնի, ինչ էլ անեն ամերիկացիք։ Կամ դրանք կաշխատեն, կամ դրանք կգործեն Իրանի ճաշակով ու ցանկությամբ, այսինքն աշխարհի բոլոր երկրները ամերիկացիների պատճառով պետք է մուսվեն Իրանին, որովհետև Իրանն ասել է, չէ, կամ իմ 400 միլիարդ տվեք ես վերականգնեմ ձեր կոտորածը, ձեր ավերածը, կամ ես ինքս այդ 400 միլիարդը մի 2 տարում կստանամ, կամ ավելի շուտ։ Ամեն տանկերի վրա միլիոն թե 2 միլիոն դոլար ասեմ, հարկ նշանակելով։ Ինչևէ, Ամերիկան չի կարող այդ ամեն ինչն անել, չի կարող Իրանի հարցը լուծել, Իրանը ունի լուրջ դաշնակիցներ, իդեմս հուսիտների, որոնց դեմ հայերեն ասած խաղ չկա, ուղղակի խաղ չկա, ամեն ինչ ունեն, լավ զինված են, ըստ ամենայնի զինված են նաև ռուսական հրթիռներով, որոնք Պուտինը պատրաստում էր դուրս գրել, մասնավորապես հականավային գրանիտ հրթիռներով, հազարներով այդ հրթիռները դուրս են գալիս ռազմական ծառայությունից, տեղից իջելով այս օնիքսներին, ցիրկոններին։ Ինչևէ, հիմա այդ երկրի ռեալ տերը, ռեալ իշխանությունը պատկանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, որը պետական կազմակերպություն չէ, գրեթե չէ, որովհետև պետական իշխանության հետ կապ չունի, գործադիրի մաս չի կազմում, ի տարբերություն պաշտպանության նախարարության, եւ ենթարկվում է բացառապես այաթոլլահին։ Այդ երկրի ռեալ իշխանության միակ կրողը, կորպուսը, նախագահ Թրամփին պեդոֆիլ է անվանում իր պաշտոնական հայտարարությունների մեջ։ Այդ կորպուսը ասում է, որ պեդոֆիլի անունը գրող ոչ մի բան պետք է չլինի մեր տարածաշրջանում, այսինքն թրիպը նկատի ունի, իսկ այդ թրիպը կգործի միայն այն դեպքում, եթե դա համապատասխանի Իրանի շահերին։ Այսինքն երբեք, քանի որ դա բացառված է, ոչ մի թուրան, ոչ մի դեպքում, ոչ մի երազում չի կարող համապատասխանել Իրանի շահերին, ինչպես եւ Ռուսաստանի եւ Չինաստանի։ Հիմա այս հալահալին սրանք հələ թրիպի մասին խոսում են։ Եվ արևմուտքում են խոսում, եւ սրանք են խոսում։ Լավ, միթե սրանք այսքան դեգեներատ են։ Սրա բացատրությունը հանճարեղ կերպով բացատրությունը տվեց Միխայիլ Ձելագինը, նա ինչ է ասում։ Ասում է այսօրվա արևմտյան էլիտան դա երկու բանի պրոդուկտ է։ Բոլոնյան համակարգի եւ կոկայինի։ Բոլոնյան համակարգը, նո Ամերիկայում է կա իր դրա անալոգ ավելի բտասնող բան է։ Բոլոնյան համակարգը դա ինտելեկտ տաշող ոչնչացնող կրթական համակարգ է, դե կոկայինը ֆիզիկապես ուղիղ ոչնչացնող բան է։ Դե սրանց կոկային քաշելը մենք բոլորս տեսել ենք գոնե Մակրոնը ով էր, Մերցն էր թե հələ Կալբաշոցն էր,
որ կոկայինը դարոշկեն պահեցին կամերաներից։ Նրանք գրեթե չեն թաքցնում։ Տեսել ենք սրանց կրթական մակարդակը տեսել ենք։ Եվ նրանք ապրում են այն ամենաբութ մարդու, սահմանափակ տգետ մարդու իլյուզիաներով։ Օրինակ տեսեք, սրանք ասում են սանկցիաներով Ռուսաստանը ծնկի կբերենք, ամեն ինչ մեր ճաշակով կլինի։ SWIFT-ը որ անջատենք, Ռուսաստանում կլինի Մայդան, Մայդանը Պուտինին կքշի, Ռուսաստանը հետո մենք կամազից կխլորենք։ Սա բութ մարդու համոզմունք է։ Նույնը մեր հայ լիբերալները, աշխարհի բոլոր լիբերալները, օրինակ այսօր ցանկացած հայ արևմտականի հարցրա, այս Յոհաննիսյան Դանիել, Հայրիկյան, Մայրիկյան շնորհման, նրանք բոլոր համոզված են Ուկրաինայի հաղթանակում։ Ինչու՞, որովհետև նրանք սրբորեն հավատում են արևմուտքի, եթե մի բան արևմուտքն է, եթե մեկի գլխին արևմուտքն է կանգնած, ոնց կարող է դա պարտվի։ Սա արդեն խոսում է սրանց տոտալ դեգեներատության մասին։ Փաշինյան Նիկոլը շատ անկեղծ ասեց դեռ մինչև այս պատերազմը, որ ինքը իբր մեծ բան արել, որ նրանից առաջ պատմության մեջ ոչ ոք չի արել։ 99 տարով խաղաղություն ա բերել Հայաստանին այդ թրիպով։ Այսինքն նա սրբորեն հավատում է, որ եթե միտեղ ամերիկացին 99 տարով ոտք ա դնում, ուրեմն դեռ տոտալ խաղաղություն ա։ Սա արդեն եւ ուղեղի պակասից է խոսում, եւ գիտելիքների, եւ ընդհանուր դեգեներատության։ Իմաստուն ամերիկացի, որոնցից մեկը Քիսինջերն էր, որ 100 տարի ապրեց, այն մարդը ինչ էր ասում։ Թեպետ այդ միտքը նրանից շուտ էլ է արտահայտվել, որ սարսափելի վտանգավոր է լինել ամերիկացու թշնամի, բայց մահացու վտանգավոր է լինել ամերիկացու բարեկամ։ Դուք տեսեք ինչի վերածվեցին Պարսից ծոցի դրախտ երկրները, բարեկեցիք, որոնք ամերիկյան դաշնակիցներ էին, որտեղ ամերիկացիք ռազմական ներկայություն ունեին։ Մոռացեք էլ Դուբայ չկա, նախկին Դուբայը էլ չի վերականգնվի։ Եվ քանդվեց, եւ ավիրվեց, եւ վարկաբեկվեց, ելով կգնա նոր տարում Դուբայ կամ որպես տուրիստական կլաստեր, որպես ֆինանսական կլաստեր, որպես հաբ, Դուբայը շատ գրեթե գոյություն չունի եւ այլևս դա կդառնա բոլորին տեսանելի իրականություն, ինչպես ժամանակին ամերիկացիք ու Իսրայելը կործանեցին Բեյրութը, իսկ Բեյրութը 80-ականների Դուբայն էր, հիմա կործանվում է Դուբայը, Քատարը ինչ դարձավ, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, այսինքն Փաշինյան Նիկոլ այդքանը չի հասկանում դա։ Քիսինջերին չի հավատում կամ չի կարծացել, չի լսել, մեծ չի տեսնում, ամերիկացիք ինչ ավեր են տանում իրենց հետ, ուր գնում են ամերիկացիք փորձանքը եւ ժողովուրդների գլխին գալիս է։ Չի պատկերացնում, չէ՞։ Դե դրա համար Փաշինյան Նիկոլն էլ է արևմտյան պրոդուկտ, չէ՞, շիրեմ կոկայինի տեղի ինչ է քաշում, ամենայնպես իր թիմի 90%-ը հոկտեմբերանի պլան են քաշում։ Միրզոյան Արոյից սկսած վերջացրած Սիմոնյան Ալեններով։ Չգիտեմ այդ քակին օգտագործում ա թե չէ։ Բայց փաստը նա որ նրա ասածը, նրա մտածելակերպը, որ նա իր Ալիև Էֆենդու հետ, Տոկաև, Մոկաևների հետ, ողջ արևմուտքի հետ անամպես սպասում է Ուկրաինայի հաղթանակին, դա խոսում է նրանց խելքի ծայրահեղ փոքրության մասին։ Եվ այդ ծայրահեղ խելքով Հայաստանի համար նրանք ստրատեգիաներ են մշակում։ Լավ, մի քիչ սպասենք։ Թողել սրանք ռիսկ անեն սկսեն թրիպի նախապատրաստական աշխատանքները, նոր կզգան ինչ ասել է պետոֆիլի անունը բերել տարածաշրջան, հայկական լեռնաշխարհ, ինչ ասել է Իրան եւ Իրանի կորպուսի խոսքը, եւ ինչ է իրենց ներկայացնում Դոնալդ Թրամփը իր պոռնոհասախ կնիկների հետ։ Այսինքն հիմա ոնց ամփոփենք։ Թրամփը Իրանում հայտնվել է թակարդում, դուրս գալ չի կարող։ Իրանը այնքան չկա, որ Ամերիկան կոտորի։
ի տարբերություն Ռուսաստանի, երբ Ռուսաստանը Ուկրաինան լուծարեց վերջացրեց, երբ լեհական սահման ասավ, Թրամփը չի կարող մնալ Ռուսաստանի տարածքում կամ թողն հեռանա, չէ՞։ Այստեղ այդ հեռանկարը չկա։ Հետևաբար այս կոնֆլիկտը վերջ չունի։ Տարեկան 2-3 ամիս պետք է իրար բոքսեն, հետո վերականգնվում են, հետո էլի պետք է բոքսեն, էլի վերականգնվում են, մինչև որ Պարսից ծոցում չմնա որևէ պետություն։ Դրանք բոլորը ավոր խոցելի պետություններ են, առաջին հերթին Իսրայելը, խմելու ջուր չկա այնտեղ։ Եթե այդ կոմպրեսորային այդ կայանները վերացնեն, դրանք ինչ են խմելու։ Խմելու ջուր չկա նաև Դուբայում, նաև Արաբիայում, Սաուդիան, նաև Բահրեյնում, ոչ մի տեղ չկա։ Իսկ ինչա պետք դրա համար անել։ Պետք է ընդամենը Իսրայելի 5 էլեկտրակայանը վերացնել, որը անպայման կանեն։ Առանց հոսանք դա չի աշխատում, չէ։ Ողջ Իսրայելը սնում է 5 էլեկտրակայան։ Իրանը անգամ ատոմային բան ունի, էլեկտրակայան ունի։ Սխալվի Թրամփը իր սպառնալիքները իրականացնի, հանկարծ հարվածի Իրանի էներգետիկային, կամ նավթային ոլորտին, անմիջապես Իսրայելը կհայտնվի քարե դարում։ Այսինքն պատերազմը կշարունակվի այնքան, քանի մինչև այն պահը, երբ չվերանան բոլոր այդ պետությունները, որոնք նախկինում դրախտ են եղել։ Դա կտևի տասնյակ տարիներ, թե մի քանի տարի։ Այսինքն սա պետք է միշտ հաշվի առնել, երբ մենք խոսում ենք հայերը։ Միանշանակ թրիպը չի կայանա։ Թե թրիպի իրագործման փորձը ինչ աղետի կհասցնի Սյունիքի ժողովրդին, դա դժվար է այսօր ասել։ Բայց այն որ հավանականությունը մեծ է, որ Սյունիքը դառնա Իրանա-ամերիկյան բախման թատերաբեմ, դա լրիվ հնարավոր է։ Եվ այդ դեպքում ինչ պետք է ասի նախրին խաղաղաբեր, խաղաղություն ու հարստություն բերած Փաշինյան Նիկոլ ժողովարդապետը, ինչ պետք է ասի։ Չգիտեմ ինչ պետք է ասի։ Այսօր 3 պատահական Զուրաբյան Լովիկին լսեցի մի 2 րոպե, ինչ-որ Facebook-ում լրահոսը բերեց, ասում է, թե հարց է տալիս լրագրողը, թե Փաշինյանին հնարավոր չի հանել, թե ինչ, հեղափոխության փորձ չի արվում Հայաստանում, ասում է, գիտեք, խնդիրը Փաշինյանը չէ, խնդիրը թե ով նրա հետևը կանգնած, եւ ասում են, այնտեղ Թրամփ կա, Միացյալ Նահանգներ կա, Թրիպ կա, Բրյուսել կա, ով ռիսկ անի մեզնից, հայերից դուրս գա դրանց դեմ։ Անկես խոսեց։ Ճիշտ բան ասեց Զուրաբյան Լովիկը։ Բայց մի բան չասեց, այդ ամեն ինչը ինքը չասեց հակաարևմտյան երանգներով, հակաարևմտյան տոնայնությունում։ Նորմալ հայ է, ոչ բազմավեկտոր հայ է, ոչ արևմտամետ հայ է, ուղղակի կասել, ախպեր ջան, մեր թշնամիներն են արևմուտքը, Ամերիկան ու Եվրոպան, իրանց գործակալին են բերել ստեղ դրել են, որ կատարեն իրականացեն իրենց շահերը, որոնք Հայաստանի համար կործանիչ է։ Զուրաբյան Լովիկի իրավունք չունի հակաամերիկյան ճառար միտք արտահայտել։ Ինքը ուղղակի դա որպես փաստ է բանանում, ներկայացնում։ Նույն ձևի խոսում էր փետրվար ամսին հայտնի գրանտակիր Խարատյան հերուշի վաստակ Խարատյան Արսենը, երբ մարդը պարզ ասեց, որ դե ամերիկացիք մեզ ասին, որ Ղարաբաղի ժողովրդին պետք է հանել ամեն ինչ անենք, որ դուրս գան, որ կակրած ռուսներին են դեղից քշենք։ Ինքը դա որպես նույնպես ոչ մի հակաամերիկյան երանգ չէր կարող նրա այդ խոսքերի մեջ լինել։ Մարդը ուղղակի ճշմարտությունը ասեց որպես փաստ։ Դե ամերիկացու համար ինչ կա, ինքան է այդպես բաներ արել, այսօր Թրամփը օրս երեկով մեր բոլորի աշխարհը չի ասում Գազայի բնակչությանը հանենք, որ ես նեղ գամ բորդել, հոթել, մոզել, կազինո սարքեմ, Ռիվիերա սարքեմ, Պեսուսի հետ, ընկերներիս հետ, ասում է, չէ, հայերի համար խիբտի չասի։ Եվ քանի որ ժողովուրդը կատարյալ զրո է իր քաղաքական գիտակցությամբ,
Առ այսօր քաղաքական գնահատական չի տվել գոնե իր հանրային կարծիքի մակարդակով, իր հանրային գիտակցության մակարդակով, թե ինչ ասել է Ամերիկան հայ ժողովրդի համար։ Ընդհակառակը, այս բազմատաղան ժողովրդի հանրային գիտակցության մեջ մտածա ռուսը որպես իրեն թշնամի։ Եվ օբյեկտիվ իրականությունը եւ բոլոր փաստերը խոսում են հակառակի մասին։ Դե եթե ժողովրդի խելքը էս է, ժողովրդին ով կարող է փրկել։ Ով կարող է փրկել։ Դե գնացեք այդ խելքին մնացեք, մինչև տեսնենք թե ռուսները ձեզ կփրկեն կամ ինչքան կփրկեն։ Ինչևէ, ամփոփենք։ Իրանից ամերիկացիք ոչ մի տեղ չեն գնա այդ տարածաշրջանից, որովհետև գնալը փախոս կնշանակի։ Ցուցվանգի մեջ է հայտնվել Թրամփը։ Ոչ մի վնաս չի կարող հասնել, լուրջ վնաս չի կարող Իրանին հասնել, բայց որպես պատասխան հազար անգամ շատ վնաս է ստանում եւ ինքը եւ իր դաշնակիցները այդ տարածաշրջանում։ Թրիպի կառուցման փորձեր կլինեն, որոնք շատ ողբերգական ազդեցություն կունենան հայ ժողովրդի սյունեսիների վրա, ընդհանուր հայաթափում սյունեքի, որովհետեւ ոչ մի նորմալ ընտանիք ռումբերի տակ չի ուզենա ապրել։ Իսկ Իրան-ամերիկյան կոնֆլիկտը, ինչպես սկզբում ասացի, ոչ մի կապ չունի Իրանի միջուկային ծրագրի հետ, դա բացառապես կապ ունի սիոնիզմի մեծ Իսրայելի կառուցման գաղափարի հետ, որը Ամերիկայում ունի 30 միլիոն ջրակով, որոնց թվում է պետության երրորդ դեմքը։ Վտանգավոր աղանդ է, բայց թե ինչ անենք, այդ աղանդից մենք էլ պիտի տուժենք, ուղղակի աղոթենք, որ քիչ տուժենք դրանցից, գոնե քրիստոնյա սիոնիստներից քիչ տուժենք։ Ինչևէ, առայժմ այսքանը, բաժանորդագրվեք իմ ալիքներին, կհանդիպենք շատ շուտով։